Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, ինչպես եք, ինչպես է ձեր տրամադրությունը, իմը նորմալ է, ամեն ինչ կարգին է, չնայած որ մի փոքր հիվանդացել եմ, բայց դե էլի ոտքիս վրա եմ, աշխատում եմ ու այդպես շարունակ։ Հիմա եկել եմ լավաշի արտադրամա, սիրելի հետևորդներ, այսօր մեր վաճառողու ու ազատորներ, առավոտյան, քանի որ մի քիչ լավ չէի զգում, խնդրել էի Ալիսիկը եկել էր իմ տեղը աշխատանքի, իսկ իրիկունը ես եկել էի Ալիսիկին փոխարինելու, որպեսզի գնա տուն, սիրելի հետևորդներ, եւ ես հիմա գտնվում եմ լավաշի արտադրամասում, մենակ եմ, ունեմ բազմաթիվ գործեր, որ պետք է անեմ, լավաշի պաշկաներ պետք է անեմ, պատվերներ ենք ստացել խանութներից, լավաշի պաշկաներ են ուզել, պետք է հեսա կտրատեմ, պատրաստեմ, հասրեմ, որ առավոտյան արդեն իսկ առաքիչը տանի խանութներ, մենք ունենում ենք տարբեր ձևի պաշկաներ, կա պաշկա, որ դնում ենք լավաշը ամբողջական, կա որ լավաշը ուզում ենք կտրատած, սիրելի հետևորդներ, կտրում ենք, այդպես դնում ենք պաշկաների մեջ, կես կիլոնոց ուպակովկաներ ենք անում և տալիս ենք խանութներում վաճառելու համար։ Հիմա եկել եմ, չնայած մի քիչ վատ առողջ եմ, բայց դե պետք է անել, աշխատանք է, որը չի նայում, որ դու հիվանդ ես, վատ ես, աշխատանք է, պետք է արվի։ Հիմա այնքան շոկ է արտադրամասում, շոկ, դե առավոտից փեջը նոր են անջատել Լինյան, առավոտից լավաշ են թխել, հաց են թխել, նոր է անջատվել և այդ ամենի պատճառով ահա որ շոկ է, ես էլ եկել եմ տակ հագնված, որովհետև հիվանդ եմ, հիմա արդեն ահա որ շոկում եմ, շունչս կտրվում է, այսպես գնում գալիս եմ, որ կողմն է կարողանամ խոսալ ձեր հետ, իսկ դուռը վախենում եմ բացել, որովհետև վախենում եմ ցուրտը սկվազնյակ լինի և քանի որ վատ եմ, կրկին չտամ, սիրելի հետևորդներ, տեսեք ինչ լուսավոր և մեծ տեղ է մեր արտադրամասը լավաշի, տեսեք, սիրուն, արդեն ավարտել են աղջիկներն իրենց աշխատանքը և գնացել են տուն, սա էլ լավաշա, որ մնում ասենք, թե կողքերը սպիտակ, կամ ինչ-որ մի բանա կտրում ենք, այսպես լցնում ենք չորանումա և օգտագործում ենք խաշի համար, վաճառում ենք խաշի համար, այսպես մեր գրտնակն է, մեր գրտնակի աթոռն է, սիրելի հետևորդներ, գրտնականողը նստում է աթոռին, այսպես բարձր և աջո շատ հարմար է լինում և գրտնակա անում, որպեսզի ոտքերը չհոգնի, պատկերացրեք ամբողջ օրը կանգնել այսպես գրտնակի մոտը և չկարողանալ նստել, արդեն իսկ շատ դժվար է, այսպես էս գրտնակն է, այսպես գալիս է դուրս է գալիս խմորը, ստեղուց վերցնում է մեր չրտմայի աշխատողը և այստեղ կանգնած գցում է լավաշը, այսպես, նայեք ինչ երկարություն ունի, գնում դուրս է գալիս մեր լավաշները, այսպես ես էլ աշխատում եմ փոխարինող, որ մեկը գործ է ունենում կամ ազատորն է լինում, ես էլ փոխարինում եմ աշխատողներին, որպեսզի կարողանան հանգստանալ, մինչև որ կարողանանք արդեն ընդունել սմենչիկներ, այսպես ասած, որպեսզի ամեն մեկը ունենա իր սմենչիկը և իր ազատ օրը, այդ աշխատանքներն ենք տանում, հեսա ձեզ ցույց կտամ, նայեք մեր լավաշները, որ անում է, սա կտրած վիճակով է, սիրելի հետևորդներ, այսպես կտրել եմ, նայեք, հատիկ առ հատիկ, սենց բարակ լավաշներ է, կտրել եմ, դնում եմ այսպես ուպակովկա, այսպես ցելոֆանների մեջ եմ դնում և դնելու եմ այսպիսի պիտակներ, սա մեր լավաշի պիտակն է, տեսեք իրա բաղադրատոմսով բանով, թե ինչ բաղադրիչներ է մեջը գնում, ինչ ենք օգտագործում, ոնց, ինչ, քանի օր ունի պիտանելիության ժամկետ, դե մենք տպում ենք 5 օր պիտանելիության ժամկետ և դնում ենք այսպես լավաշի տուփի մեջ, ցելոֆանի, տեսեք, այսպես, դնում ենք տուփի մեջ և ուպակովկա ենք անում,
ու այդպես տալիս ենք խանութներ, ունենք նաև սերի լավաշներ, տեսեք, սերի լավաշել եմ ուպակովկա արել, սերի ինքը լրիվ անարատ մաքուր թեփիցա, սիրելի հետևորդներ, մեջը ոչ մի ուրիշ հավելում չունենք, լրիվ ինքը երկրորդ տեսակի եւ երրորդ տեսակի ալյուրա, շատ լավ սերի է ստացվում համով, իսկական առողջարար շաքարով հիվանդների համար, այսպես ու նայեք ինչքան էլ արել ենք այս տեսակի պաշկաներ, սրանք արդեն չկտրած պաշկաներն են, սիրելի հետևորդներ, տեսեք, չկտրած վիճակ է, մեջը երկուական լավաշ է դրված եւ այսպես երկուականով տալիս ենք, այսպես էլ են պահանջարկը շատ է, տալիս ենք խանութներ, տեսեք, ինչ սիրուն պաշկաներ ունենք, լավ սիրուն մեծել են երևում, տեսեք, ընդամենը այս պաշկաները մենք խանութ ենք տալիս 200 դրամով, դեռ խանութում երևի վաճառում են 250, տես նայած, էլի ոնց կվաճառի, սիրելի հետևորդներ, նայեք խաշի լավաշներ ունենք, այսպես չորացրել ենք, հավաքել ենք, խաշի լավաշներ են, ցելոֆանների մեջ, համ սուպի համար են օգտագործում, համ խաշի համար են օգտագործում, այսպես հավաքում չորացնում ենք, ափսոսա, որպեսզի չթափենք։ Ուպակովկան արեցի, սիրելի հետևորդներ, հոգնեցի, եւ ասի նստեմ մի բաժակ սուրճ խմեմ, այսօր ճիշտն ասած, որ լավ չէի, սուրճ չեմ խմել, մի տեսակ գլուխս ծանրացել է, ասի կարող է սուրճը խմեմ եւ դզվի, համ սուրճ խմեմ, համ էլ ասի ձեր հետ մի քիչ զրուցեմ։ Այսօր առավոտյան թորնիկից ճանապարհեցինք իրենց տուն, գնաց, մի տեսակ տխրեցի, տունը դատարկվեց լրիվ, ոնց որ մի հատ ուրիշ տեղ, կարոտել եմ արդեն թորնիկիս, ես երևի մի ինչքան մի 3-4 ժամ կլինի, որ չեմ տեսնում ու արդեն կարոտել եմ շատ ահավոր, բայց դա հետա ինչ անենք, համակերպվում ենք եւ շարժվում ենք առաջ։ Հիմա եկել եմ լավաշի տեղն, ասեմ գույն է մի քիչ օրս անցնի, նախ չեմ կարողանում պարկել, սիրելի հետևորդներ, ինչքան էլ հիվանդ լինեմ, ինչքան էլ վատ լինեմ, չեմ կարողանում պարկել, հետա բնավորությունս չեմ կարողանում եւ վերջ։ Զանգել եմ ամուսնուս, ասում եմ արի ինձ տար լավաշի տեղն, ասում է ինչի համար պարկի դզվի, ասում եմ չեմ կարողանում, ես չեմ կարողանում պարկել, արի ինձ տար։ Հետա եկել եմ լավաշի տեղը, բավականին մեծ գործեր արեցի, հավաքեցի, մաքրեցի, պաշկարեցի, ալյուր ընդունեցի, նայեցի, տեսա, որ ալյուրը քիչ է վաղ առավոտը, դե առավոտը որն է, գիշերվա ժամը 1-ից մեր հաստուկները գալիս են աշխատանքի, սիրելի հետևորդներ, այնպես որ ալյուրը պետք է պատրաստ լինի, տեսա, որ պակաս է, ալյուրի թիվը լրացրեցի, հաշվարկներ ունեի արեցի, խանութների պատվերները գրանցեցի, բավականին մեծ աշխատանքներ արեցի, սովոր եմ աշխատանքներին, չեմ կարող պարկել տանը եւ մնալ, եւ արդեն իսկ պլանավորել եմ վաղը գրտնակը ստուգեցի, նայեցի, որ մեր այս էլեկտրական գրտնակով վաղը պատրաստելու եմ վրացական խինկյալի, սիրելի հետևորդներ, այնպես որ վաղը ձեզ սպասվում է մի հատ հետաքրքիր վլոգ, որտեղ ես ցույց եմ տալու, թե ես ինչպես եմ պատրաստում վրացական խինկյալին եւ պիլմենին, այնպես որ վաղը ձեզ հետաքրքիր բաներ է սպասում, սիրելի հետևորդներ, այսօր ես սուրճս խմեմ, զանգեմ Հայկին, տենամ շաուրմայի համար լավաշ է պետք թե չէ, կտրեմ, պատրաստեմ, որտեղ վաղը արդեն երկուշաբթի է, աշխատանքային եռուզեռա լինելու, թե դպրոցները դե արդեն աշխատում են, թե դպրոցներում, թե խանութներում արդեն իսկ եռուզեռա լինելու, դրա համար էլ ես անպայման պետք է մի հատ ճշտեմ լավաշի թիվը, նախապատրաստվենք, որպեսզի առավոտյան խնդիր չառաջանա, սուրճս խմեմ եւ հետո կմիանամ ձեզ էլի, սիրելի հետևորդներ, սիրելի հետևորդներ, ապա նայեք դրսում ինչ վատ եղանակ է, նայեք թե ինչ ձև է ձյունը գալիս, ահա որ ձևի ձյուն է գալիս, ես անգամ ձմռանը այսպիսի ձյուն չեմ տեսել Ստեփանավանում, այս 3-4 օրա
անընդհատ միալար ձյուն է գալիս, մի հատ վատ եղանակ, Երուսերային անցորդները ուզես գալիս են անցնելու սենսաղ ջրի մեջ լոփան բողջխանութը ցեխով գնում է ու այդ սաղ վատ եղանակի արդյունքով խնդրեմ այնքան էլ վատ եղանակ արեց, որ ես էլ երևի մրսեցի եւ հիվանդացա, սիրելի հետևորդներ, երբ է անցնելու ես, որպիսի հողը արև դուրս գա, հողը չորանա, վարության քսե մնաց։ Պատկերացրեք, ես անցած տարի արդեն այս ժամանակում արդեն մառոլ ունեի պատրաստի, տանում էի վաճառում էի, խանութում էի օգտագործում, այդ ձևի լիքը բաներ եմ ցանել, իսկ հիմա եղանակը թույլ չի տալիս, որպեսզի կարողանամ ինչ-որ մի բան անելու, ահա որ եղանակ է։ Ցուրտ, պատկերացրեք, ձմռան նման տանը վառում ենք, չի էլ տաքանում տունը, այդ ձևի վատ եղանակ է, միակ տաք լավ տեղը փուռն է, որտեղ եկել եմ, շատ լավ տաք է, չեմ մրսում ու այսպես հավեսով մեջը ման եմ գալիս, երևի միակ լավ տաք տեղն է, իսկ այնտեղ արդեն տորթերի տունը Շահումյանի նկատի ունեմ մեր են մյուս խանութը, բավականին ցուրտ է, սիրելի հետևորդներ, սառն է, ճիշտ է պլիտա բան վառում ենք, բայց այն չի էլի, եթե եղանակը լավը չի լինում, այդպես էլ ցուրտ լինում է, այսպես, տեսեք հեռվից ցույց տամ, մեր խանութում արդեն բոլոր հոթդոգ եղենը սպառվել է, մնացել է մի քանի բան վաճառքի, պիցցայի է մնացել, չիբուրեկի, կրկնակի հոթդոգ, սոճինսկի, պոնչիկ եւ այսպիսի գույնավոր բուլկիներ, զեֆիրներ, այսքան բան է մնացել, արդեն սպառվել է, սիրելի հետևորդներ, որովհետև ուշ ժամ է, իսկ արդեն մեր մոտ ապրանքը սպառվում է, լավաշն էլ ընդամենը մնացել է, նայեք այնտեղ դրած 2 հատ փոքրիկը ընդամենը դաստա է մնացել վաճառքի, այդ էլ վաճառեմ եւ գնամ տուն, քնեմ, մի քիչ գույնե դզվեմ, լավ լինեմ, որովհետև վաղը երկուշաբթի է, Երուսերային ծանր օր է, պետք է լավ լինենք, որ կարողանանք դիմակայել, սիրելի հետևորդներ, իսկ մի քանի օրից, այսօր 13, մի քանի օրից ինձ կտեսնեք Արտաշատում, որովհետև պապայիս ծնունդն է ամսի 15-ին եւ ես մեծ սիրով գնալու եմ պապայիս ծնունդը, քույրիկս էլ է այնտեղ լինելու, այնպես որ ձեզ սպասում է շատ հետաքրքիր վլոգ, որովհետև ես ու քույրիկս մի տեղում, պատկերացնում եք ինչ հետաքրքիր վլոգ է ձեզ սպասվում, սիրելի հետևորդներ, կմիանանք ձեզ ապրիլի 15-ին, կարող է եւ ինչու՞ չէ, ուղիղ եթերով էլ միանանք, չեմ խոստանում, բայց անպայման հետաքրքիր վլոգը խոստանում եմ, ձեր հետ գոհարներ, ձեր շատ սիրող եւ մի ձեզ սպասող, մնաց